ելի եմ ասում թրիպ նախագծի շրջանակներում որևէ կոնսպիրացիա չկա։ Հայաստանը պետք է ապաշրջափակվի եւ տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի։ Այսինքն գնացքը պետք է գնա գա, ավտոմեքենան պետք է գնա գա, էլեկտրական հոսանքի տարանցում պետք է լինի, հնարավոր է գազամուղեր, նավթամուղեր, խողովակաշարեր, մալուխներ, այստեղ մտահոգությունը ո՞րն է։ Մենք թափանցիկ ենք, ցանկացած հարցի կարող ենք պատասխանել եւ պատրաստ ենք պատասխանել եւ այս ուղերձն ենք տվել։ Մտահոգություն, շատ լավ, պետք է ձևակերպել մտահոգությունը ինչի մեջ է, մենք համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Եվ մենք շարունակելու ենք բոլոր մեր գործընկերների, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև սա գլոբալ նախագիծ է եւ գնալով հասկանալի է այդ նախագծի արժեքը եւ նշանակությունը ավելի մեծանում է եւ մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ։ Ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում, հիմա պետքա ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները իրականացվեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Մյուզեում։ Հա, իմիջիայլոց։ Շատ կարևոր է, որ թրիպ նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այստեղ այս դետալները հաշվի առնելով թրիպ նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։